Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը, այսպես ասեմ, այսպես բացահայտ ուսումնական հաստատություն չկա, որ պիտի ավարտես ու դառնաս, այդ մասին կխոսենք, թե որն է այն նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Նրանք առողջ եւ հաշվեկշռված սննդակարգի արժեքն ու նշանակությունը լավ գիտեն։ Գիտեն նաեւ, որ մարդու աճի ու զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման եւ գոյատևման կարեւորագույն գրավականը եւս առողջ սննդակարգն է։ Քաջ գիտակցելով առողջ սննդակարգի կարեւորությունը, նրանք ձևավորում են առողջ սնուցման մշակույթ, խթանում առողջ ապրելակերպ, օգնում առանց օրգանիզմին վնաս հասցնելու ազատվել ավելորդ կիլոգրամներից կամ ավելացնել քաշը։ Դիետոլոգիա, գիտակցված սնուցում կամ գիտություն առողջ ու հավասարակշռված սննդի հետ փոխհարաբերության մասին, անչափ անհրաժեշտ ու օգտակար մասնագիտություն, միտված առողջ ապրելակերպին։ Ավելորդ քաշը, սննդային վատ սովորությունները խնդիրներ են, որոնք ցանկացած տարիքի, սեռի եւ ապրելակերպի մարդիկ կարող են ունենալ իրենց ողջ կյանքի ընթացքում։ Լավագույն լուծումը տալիս է բժշկության միանչափ հետաքրքիր ոլորտ՝ դիետոլոգիան, որն ինչպես բուժում, այնպես էլ կանխարգելում է մի շարք հիվանդությունների առաջացումը, պահպանում մարմնի կայուն քաշը, կարգավորում նյութափոխանակությունը, նպաստում հիվանդություններից հետո բուժառուների արագ ապաքինմանը, բարելավում առողջությունն ու բարեկեցությունը։ Գրագետ եւ փորձառու դիետոլոգները, օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բուժառուին տրամադրելով խորհրդակցություններ եւ հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի առողջական վիճակը, ապրելակերպը, սովորությունները, ժառանգական գործոնները կազմում են անհատական ու հաշվեկշռված սննդակարգ եւ ցուցաբերում մասնագիտական օգնություն։ Իմ զրուցակիցն է բժիշկ դիետոլոգ Լիդիա Այվազյանը։ Լիդիա, ես ասացի, որ այդպես չկա, չգիտեմ, մասնագիտացման հաստատություն կոնկրետ, չնայած իհարկե դուք բժիշկ դիետոլոգ եք եւ ամենամոտը բժիշկի մասնագիտությունն է, պարզ է, բայց այդ արձինատուրան, երբ որ չէ, մարդ պիտի անցնի այդ մասնագիտացումը բժշկի, կարծես դիետոլոգիայի բաժին այսպես չկա, ուղղություն այդ չունենք։ Իհարկե մենք խոսենք, թե եթե մեկը ուզում է դառնալ դիետոլոգ, ասենք ընդունվեց բժշկական համալսարան, հետո այդ օրդինատուրայի ժամանակ որ ուղղությունը ընտրի, որ նպատակարար լինի, խոսենք, բայց ես ուզում եի ասել, որ այսօր այս մասնագիտությունը շատ կարևոր է, ինչու, որովհետև դիետաները այնքան տարածված են, հատկապես հիմա համացանցն կա, ասենք տարբեր աստղեր իրենց փորձն են այսպես դնում եւ մարդիկ ասենք կարող է մեկին օգտակար լինի, մյուսին չէ, էս էլ կա, որտեւ այդ օրգանիզմները տարբեր են։ Եվ հիմա ասենք եւ մարդիկ հաճախ տուժում են, ասենք վերցնելով ինչ որ մի, չէ, էս դիետայի օրակարգ եւ անելով այսպես տուժում են։ Այս առումով այս մասնագետների կարևորությունը կարծում եմ այսօր ավելի է մեծանում, որտեվ նայում ես, ասենք, շատ ավելի շատերն են հակված դիետայի կապված այս ճարպակալման համատարած այս երևույթի հետ, նաև կարծես այդ օպերացիաներն են, չէ, շատ տարածված հիմա, ստամոքսի եւ ոչ միայն, եթե առաջ ավելի շատ կանայք էին անհանգստանում, հիմա նայում եմ տղամարդիկ են շատ դիմում այդ խնդրին, հատկապես որովայնի ստամոքսի այդ օպերացիաներին եւ այլն։ Հիմա ինչպես խուսափել եւ ինչպես նաեւ ասենք, եթե նույնիսկ այդ օպերացիան եղավ, դրանից հետո նորից քաշը չվերականգնել, այս ամենը խնդիրներ են այսօր, չէ, բժշկական, կասեմ, չգիտեմ եւ այլն, որ դիետոլոգի այսպես դերը կարևորում են, այդպես չի։ Իհարկե, ճարպակալումը 21-րդ դարում համարվում է էպիդեմիա եւ շատ մեծ տեմպերով աճում է ճարպակալման թիվը, իսկ ճարպակալումը դա հենց գրանցված հիվանդություն է, այսինքն եթե մի քանի տասնյակ տարի առաջ ընկալվում էր, որ ճարպակալումը դա միայն կարող է էսթետիկ լինել, ինչպես նշեցի, կարող են միայն անհանգստանալ կանայք, մենք արդեն
30 տարի է ինչ ճարպակալումը ունենք դասակարգված որպես հիվանդություն, որովհետև մարդու օրգանիզմի վրա մի շարք հստակ առողջական փոփոխություններ է առաջացնում ճարպակալումը եւ դիտարկելով որպես հիվանդություն իրեն մենք նաեւ ուղեցույցեր ենք ունենում ինչպես բուժել ճարպակալումը եւ այնպես անել որ բնականաբար նաեւ կանխարգել ենք, հա, մի հատվածը մտնում է կանխարգելման մեջ ինչեր կարող ենք անել, որ այդ տարածված հիվանդությունը կանխարգելենք, մյուսը ինչպես անել, որ հենց այդ հիվանդությունը կարողանանք բուժել եւ մյուսը բնականաբար իր հետևանքների հետ աշխատենք, որովհետեւ ճարպակալումը բերում է այնպիսի հետևանքների սրտային եւ դիաբետի եւ որոշակի ուռուցքների ռիսկ է բարձրացնում, որոնք անմիջապես կապ ունեն կյանքի տևողության հետ, այսինքն մենք այստեղ պետք է հասկանանք, որ ինքը բավականին մեծ ծանրաբեռնվածություն առողջապահական համակարգի վրա, հենց ճարպակալումը, եւ իհարկե շատ կարեւոր է գրագետ մոտեցումը ճարպակալման, ինչպես բոլոր բժիշկների շրջանում է շատ կարեւոր, որ ճարպակալման ընկալեն որպես հիվանդություն եւ բուժման մոտեցումներին ծանոթ լինեն, ինչպես նաեւ կարողանան իմանալ ում ուղղորդեն երբ որ իրենց բուժառուն ունի հավելյալ խնդիր ճարպակալում, հա, օրինակ վնասվածքաբան օրթոպեդը, ով որ վիրահատություն է կատարում ծնկոսկրերի վրա, ում կարող է ուղղորդել, որպիսի զբաղվի մարդու քաշով, որպիսի այդ վիրահատությունը արված միջամտությունը ծնկոսկրերի վրա այսպես ասած ջուրը չընկնի, որովհետև ծանրաբեռնված ծնկոսկրերը, քաշով ծանրաբեռնված ծնկոսկրերը վիրահատությունից հետո անմիջապես հա նորից կարող են վնասվել։ Մյուս կողմից բնականաբար մենք Հայաստանում այս պահին դուք ճիշտ նշեցիք, որ չունենք որևիցե հաստատություն, որտեղ որ մարդիկ ավարտելով կդառնան։ Կներեք, որ ընդհատում եմ, ուղղակի այդ շարունակելով այդ ձեր միտքը ծնկոսկրերի հետ կապված, ես կուզեի, որ նաև մարդիկ գիտակցեն, որ ճարպակալումը բերում է այլ հիվանդությունների ակտիվացման կամ առաջացման, չէ՞։ Ռիսկի բարձրացման միանշանակ։ Ռիսկի բարձրացման, սկսած այդ ծնկներից, որ դուք ասացիք, սրտի հենաշարժիչ, համակարգի, սրտային խնդիրներից, այո։ Մենք 12 տեսակի հստակ հաճախ մարդիկ, ասենք, դա չեն զգում, ասենք այդ մարդիկ, որ ունեն այդ ճարպակալումը, ասենք իրենք չեն զգում, որ այ պատճառը այդ սրտի կամ պատճառը հետևանքային կապը կարող են, այո, չտեսնել։ Հատկապես բնականաբար չեն տեսնի պատճառը հետևանքային կապը ուռուցքային խնդիրների հետ։ Մենք հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, իրազեկման ամիս, այդ առիթը բաց չթողենք, քանի ճարպակալումից ենք խոսում, ասենք, որ ճարպակալում ունեցող մարդկանց կանանց ռիսկը ունենալու կրծքագեղձի քաղցկեղ շատ բարձր է Հայաստանում բավականին տարածված։ Ավելի բարձր է, դա է։ Բնականաբար շատ ավելի բարձր է, այսինքն դա այն գործոններից է, որը որ կառավարում է, նվազեցնում է այս քաղցկեղի առաջացման ռիսկը հատկապես այն կանանց մոտ, ովքեր նաև ուրիշ ռիսկեր ունեն, օրինակ գենետիկ նախատրամադրվածություն ծնողից, հա, մոտ հարազատներից եկող ծնող, մորաքույր, տատիկ։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք, տեսեք, այստեղ էլ կապը կարող են չտեսնել, եթե դիաբետի հետ կապը կարող են անմիջապես տեսնել, որովհետև հենց դիաբետի ժամանակ էլ որոշակի սննդակարգ է պետք, հա, ապրելակերպը կապ ունի, այստեղ կապը մի քիչ մոտիկ է, բայց ուռուցքի հետ կարող են կապը չտեսնել։ Էլի կանանց շրջանում արգանդի քաղցկեղի բավականին ագրեսիվ տարբերակ ունենք, որ ռիսկը բարձրանում է եւ հստակ ռիսկը հաշվելու ժամանակ մարմնի զանգվածի ինդեքսն են հաշվում, որ տեսնեն այս մարդու ռիսկը բարձր է թե բարձր չի, այլ գործոններ նաեւ հաշվի առնելով։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք քաշը կառավարելով ճարպակալման հետ աշխատանքը օգնելու է նաև այդ հիվանդությունների ռիսկը նվազեցնել, ինչպես նաև այն քրոնիկ հիվանդությունները, ինչպիսին են սրտի հիվանդությունները եւ դիաբետը, այդ քրոնիկ հիվանդությունները ավելի թեթև տանել, ավելի քիչ պրեպարատներով, հա, այսինքն եթե մենք դիաբետի ժամանակ եթե բարձր քաշ ունենք եւ չկարգավորված սննդակարգ կարող է մարդ ընդունել մի քանի պրեպարատ, հնարավոր է սննդակարգը կարգավորելուց քաշը նվազեցնելուց պրեպարատների քանակությունը նվազի, նույնը ճնշումը, հա, անկառավարելի ճնշման թվերը ավելի կառավարելի դարձնել, երբ որ քաշը նվազեցրեցինք, սրտի խնդիրների ավելացման զուգահեռ, ոնց որ հա, էլի քաշը մենակ ծանրաբեռնում է սրտի Բայց երբեմն լինում է ընդհակառակը, ասենք մարդիկ այդ դիետա պահելով այնքան են նիհարում, չգիտեմ, այդ ուժը կորցնում են եւ այս հակառակ
արդյունք ենք ունենում։ Իհարկե դա քիչ է լինում, բայց դա է լինում։ Տեսեք, այստեղ ավելի շատ մենք գործ ունենք հոգեբանական խնդիրների, սննդային վարքի խանգարումների հետ, եւ այո, ճիշտ եք ասում, ճարպակալման բումին զուգահեռ, երբ որ շատերը խոսում են ճարպակալման հենց դեմ պայքարի, որոշ գործողություններ անելու ճարպակալման մասին, զուգահեռ դրան ավելանում է վախը, որ ես ճարպակալում կունենամ, մարդու ով որ չունի, հենց այդ վախը, այդ անհանգստությունը, չափազանցված անհանգստությունը հոգեբանական խնդիրների մասա կազմում, որը որ գտնվում է հոգեբուժական բաժնում իհարկե, եւ կոչվում է սննդային վարքի խանգարումներ, ամենահայտնիները բուլիմիան, նյարդային բուլիմիան, նյարդային անորեքսիան են, որ ասում եք, հա, չափազանց նյարդից այդ վախով պայմանավորված, որ ճարպակալում կունենամ, այսինքն ինչքան ճարպակալում ունեցող մարդկանց թիվը շատանում է, այնքան են մարդիկ, ովքեր որ անգամ կարող է խնդիր ունեցած չլինեն, վախի ու անհանգստության, որտեվ անընդհատ այդ թեմայով են խոսում, որ պատկերացնեք, հա, դրա համար այո, իրանք իրար զուգահեռ կարող են պոտենցիալ, ինչքան շատ ռիսկը կամ տարածվածությունը ճարպակալման գնում է, այնքան այս հոգեբանական խնդիրների քանակն է ավելանում, եւ մենք այստեղ էլ է շատ կարեւոր, որ մենք հավասարակշռված ճիշտ ինֆորմացիա տանենք ինֆորմացիոն դաշտում, որ մարդկանց շատ չխճճենք, չափազանց շատ չվախեցնենք, հասկանան մարդիկ ինչեր պիտի անեն, որովհետև երբ որ ավելորդ քաշով մարդը լսում է 10 տարբեր կարծիք մի հատ առավոտյան ձու ուտելու մասին, միայն, հա, մի հատ խորհուրդ է կարծես թե, ինքը շփոթվում է ու չգիտի դրանցից որ մեկը պետք է աներ, որն էր ճիշտը, եւ այստեղ այդ շփոթը բերումը անգործության կարծես թե, որտեվ ես բան չհասկացա, մեկը ասեց ձուկեր, մեկը ասեց ձումիկեր, մեկը ասեց առավոտյան նախաճաշի, մեկը ասեց մի նախաճաշի, այնքան շփոթ եղավ, որ ավելավա ոչ ման չանեմ, հա, քան օրինակ ուղղորդված որևէ գործողություն անեմ։ Դրա համար այդ դաշտի ոչ մասնագետ լինելով, հա, շատ այդ բառն եմ ուզում օգտագործեմ մի քիչ բանա, աղտոտված լինելը, կներեք այս բառի համար, բայց երբ որ ամեն մեկը առանց մասնագետ լինելու իր տեղից խոսում է դրա մասին, կարծես այդ ինֆորմացիոն դաշտը աղտոտում է։ Ինքնակոչ դիետոլոգները շատ են։ Ինքնակոչ խորհուրդ տվողը սննդի հետ կապված։ Ես շատ տարբեր մասնագետներ եմ, մասնագիտությունների մարդկանց եմ տեսնում, որ չգիտեմ, այս դարն է այդպիսին, որ Instagram-ում եւս մեկ follow ունենալու համար, եւս մեկ դիտում ունենալու համար կարող են սննդից խոսել, որովհետև սնունդը մարդկանց շատ հետաքրքիր է եւ այդ շփոթը առաջացնեն։ Հա, այստեղ ոնց որ մենք հասկանում ենք, որ նաեւ մարքեթինգային այդ բաները ինչքան կարող են խանգարել ճիշտ ու մասնագետի կողմից տված ինֆորմացիան տեղ հասցնելու, որովհետև էլի այդ դաշտը լցրեցին այնքան ինֆորմացիայով, որ ես ամեն օր եմ հարյուրավոր նամակներ ստանում, լավ են օրը մի հատ ուրիշ մասնագետ ուրիշ բաներ ասում այս թեմայով։ Բա մենք հիմա որն անենք, բա մենք հիմա ինչին հավատանք, հա։ Սա նաև մեր սովորական էվոլյուցիայով դասավորված ինստինկտներն է խառնում իրար։ Երբ որ մենք գիտենք, որ պետք է սոված ենք ուտենք կամ ինչ որ, հա, ծարավ ենք ջուր խմենք, այնքան բան են ջրի մասին խոսում, որ ես իմ ծարավին էլ չեմ հավատում արդեն։ Սկսում եմ իմ բնազդները կասկածի տակ դնել, որտեվ այն օրն ասեցին, այ 6-ից հետո ջուր չխմես։ Հիմա որ ծարավ ունեմ, չխմեմ, որտեվ ինձ ասել են մի խմի։ Հա, դե հիմա նույնիսկ այդ երեխաներին նորածին ջուր չեն տալիս։ Այնպես որ շատ բաներ կա, որ ինձ թվում է վիճելի են ինչ որ առումով, որտեղ որ նայում ես, ասենք այդ ջրի հարցը, մենք մեր սերունդները միշտ որ ջուր են խմել, չգիտեմ, ես նայում եմ ավելի առողջ էին, քան հիմիկվա այս նորածինները, գուցե ես գալիս է այդ պայմաններից, այնպես որ վիճելի շատ հարցեր կան, բայց այ հիմա այստեղ նաև խնդիր կա, կարծում եմ տարածաշրջանի երկրի, նաև որտեղ սնունդը տարբեր է լինում։ Հիմա մենք ասենք ծովային երկիր չենք, շատ տեղերում կա չէ այդ ծովամթերք, թարմ եւ այլն։ Այստեղ ասենք այդ հնարավորությունը չկա, բայց այստեղ կա, չգիտեմ, բանջարեղենն է շատ, մի ուրիշ տեղ դա չկա։ Այնպես որ ես կարծում եմ շատ կարևոր է նաև այդ դիետոլոգներին, որ ամեն երկրի, չգիտեմ, տարածաշրջանի դիետոլոգը
իր երկրի իր բնականաբար ինչքան էլ մենք խոսում ենք որ բնականաբար միջազգային ուղեցույցերը շատ կարևոր են որտեվ միլիոնավոր 100,000-ավոր մարդկանց հետազոտության արդյունքում են գրվում այդ ուղեցույցերը բայց ամեն մասնագետ պետքա տեղայնացնի ինչպես նաև անհատականացնի տվյալ մարդու համար հա այսինքն ինչքան էլ մենք ընդհանուր խորհուրդ ունենանք այդ ընդհանուր խորհուրդը չի կարող բոլորին համահավասար օգտակար լինել դրա համար այստեղ արդեն գալիս է որոշակի խնդիրների հիվանդությունների ժամանակ արդեն անհատականացված աշխատանք որտեղ այդ ընդհանուր խորհուրդը փորձում ենք անհատականացնել եւ տեղայնացնել տվյալ մարդու իր նախասիրությունների սովորույթների վրա ինչպես նաեւ արկա հիվանդությունները հաշվի առնելով այս արդեն անհատական առանձին աշխատանք է կոչվում մենք ստեղ մի փոքր եկեք մասնագիտությունների իրարից տարանջատենք մենք երևի թե դիետոլոգիա եւ նուտրիցիոլոգիա կխոսենք այս ամբողջ աշխարհում բաժանվում է նուտրիցիոլոգիան որն է այ որտեվ շատերը նուտրիցիոլոգիան սննդաբանություն, սննդագիտությունն է, գիտություն է սննդի մասին։ Այս մասնագետները պարտադիր չի որ լինեն ու հիմնականում ամբողջ աշխարհում նրանք բժիշկներ չեն։ Նրանք ավելի շատ սննդի մասնագետներ են եւ տարբեր մենք սննդաբան նուտրիցիոլոգներ բաներ ունենք, էլի բաժանում ունենք սպորտային, որ մարդիկ ովքեր աշխատում են առողջ մարդկանց հետ, ովքեր զբաղվում են խորացած սպորտով։ Ունենք գիտնական նուտրիցիոլոգներ, ովքեր որ գրում են ԱՀԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերը, թե հասարակությունը առողջ պոպուլյացիան ինչ պիտի ուտի, ինչքան աղ պիտի ուտի, ինչքան ճարպ պիտի ուտի, ինչքան շաքար պիտի ուտի։ Սա զբաղվում է գիտնական նուտրիցիոլոգը, նրանք հաշվարկներ են անում, այ ձեր ասած տեղայնացնում են, գիտեն, որ այստեղ յոդը պակաս է, նատրիումի ինչքան է, հա, D վիտամինի ինչ տարածվածություն ունի, ինչ ունի, այս ամեն ինչը հաշվի առնելով պոպուլյացիայի համար խորհուրդներ են տալիս տվյալ տարածաշրջանի համար, այո։ Իրանք գիտնական նուտրիցիոլոգներ են, էլի մարդու հետ անհատական աշխատանք չին, իրանք ընդհանուր խորհուրդ են տալի առողջ մարդը, որպեսզի առողջ մնա, իր առողջությունը չվնասի։ Եվ մենք ունենք մյուս կողմ դիետոլոգներ, ովքեր բժիշկներ են, ու պետք է լինեն բժիշկներ, որովհետև աշխատելու են հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգերի հետ, այստեղ արդեն բժիշկը մարդու հետ է աշխատում, ոչ թե սնունդն է գործիքը, այլ մարդն է օբյեկտ, այսպես ասած, հա։ Եվ այստեղ մենք հասկանում ենք, արդեն տարբերությունը պատկերացրեցիք, հա, խորհուրդներ, որոնք առողջ մարդկանց համար են նախատեսված եւ կարող են ընդհանուր լինել եւ խորհուրդներ, որոնք որ կոնկրետ հիվանդությունների եւ կոնկրետ անհատականացված բժշկի խորհուրդներ են, այդ ամեն ինչը հաշվի առնելով։ Եվ այստեղ իհարկե միանշանակ չի կարող լինել այլ կարծիք, քան որ այս մարդը պիտի լինի նախ բժիշկ եւ ավարտած լինի, որովհետեւ նեղ մասնագիտական ուղղություն։ Դա կարող է լինել 3-4 նեղ մասնագիտական ուղղություն, մանկաբուժությունը դե առանձին գծով գնացինք, էնդոկրինոլոգիա, գաստրոենտերոլոգիա եւ ընդհանուր թերապիա, ընտանեկան բժշկություն կամ ընդհանուր թերապիա, որոնցից որ կարող են վերապատրաստվել մի քանի ամիսների, կես տարի, մի տարի ամենաշատը կուրսերով դիետոլոգիա կամ հենց դիետոլոգիայի արդինատուրա, բայց այլ երկրներում արդեն, հա, ոչ Հայաստանում։ Այսինքն այլ երկրներում կա։ Այո, օրինակ ես իմ դիետոլոգիա արդինատուրան անցել եմ Մոսկվայում։ Մոսկվայում գոյություն ունի արդինատուրա դիետոլոգիա, նուտրիցիոլոգիա անվամբ, որը բժշկական համալսարանի իհարկե ավարտելուց հետո, ընդհանուր բժշկության ֆակուլտետը ավարտելուց հետո նշում եմ դա, որովհետև ստոմատոլոգիայի ֆակուլտետը եթե ավարտենք եւ դեղագիտական ֆակուլտետը եթե ավարտենք, այդ արդինատուրան չեն կարող։ Մենք պետք է ընդհանուր բժշկության ֆակուլտետը ավարտենք, այսինքն հենց բժիշկ մասնագիտացու, ոչ թե դեղագետ եւ ստոմատոլոգ, եւ մենք կկարողանանք գնալ այդ արդինատուրան եւ սովորել իմ արդինատուրան եղել է այնտեղ 2 տարի եւ 2 տարի սովորել եմ ընդհանուր թերապևտների հետ բոլոր բոլոր բաների հետ կապված սննդային փոփոխությունները, սրտային հիվանդների, էնդոկրին հիվանդների, մանկաբուժական խնդիրներ ունեցող բաների, հա, բաժանմունքում, ալերգոլոգիայի բաժանմունքում, ճարպակալման բաժանմունքում եւ այդ բոլոր բաժանմունքներում 2 տարի ես սովորել եմ այս հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգը, ինչպես լավացնել, որ հիվանդությունը լավանա եւ ինչպես զբաղվել այդ մարդկանց քաշով, որ չխանգարի այդ հիվանդությունների ավելի խորացմանը։ Հիմա ասենք մարդիկ, այ որ ասում ենք դիետոլոգ, որտեվ շատ որ պրոֆեսիոնալ մարդու դիմեն, այ
այ որտեղ դիմեն, որտեղ հիմա մենք նայում ենք, դե հիվանդանոցները շատ են, չէ, այսօր Հայաստանում, բայց այդ հիվանդանոցներում նման բաժանմունք չկա, կարծես թե։ Կամած պատկերացրեք, անգամ հիվանդանոցները այս պահին արդեն սկսել են փնտրել դիետոլոգներ, որ իրենց հիվանդանոցներում գոնե մեկ հատ լինի, որովհետև միջազգային սերտիֆիկատ հիվանդանոցները ստանալու համար պետք է կլինիկական ֆարմակոլոգ ունենան, այսինքն մարդ, որ նաև դեղերին հսկում է բացի բժշկից, եւ անպայման պետք է դիետոլոգ ունենան։ Դրանք պարտադիր ստանդարտների մեջ մտնում է եւ կամած սկսել են հիվանդանոցները պահանջարկ ձևավորել եւ սա կարծում եմ ինչքան պահանջարկը շատ է այս առումով այնքան ավելի շուտ կունենանք այն ինչ որ պիտի ունենայինք օրինակ մի 10 տարի առաջ այսինքն ինստիտուտում մեր բժշկական համալսարանում ունենանք դիետոլոգ այո արդինատուրա որովհետեւ հենց պահանջարկն է բերում հա այսպես ասած առաջարկի եւ ես այս վերջի տարիների ընթացքում շատ հիվանդանոցներից եմ առաջարկ ստացել որ հա բանի համար հենց այդ ստանդարտների համար պետք է որտեղ խորհուրդ կտակ, ում խորհուրդ կտակ, հա, ում կարող ենք դիմել, որ մենք իրենց վերցնենք աշխատանքի, որովհետև այդ ստանդարտները եւս պահանջում են։ Այս շատ լավ մոտեցում է։ Ես անգամ կողմ եմ, որ ոչ թե մի հիվանդանոցը մեկ դիետոլոգ ունենա, այլ այդպես ընդունված է տարբեր եւ Ամերիկայում եւ եվրոպական տարբեր երկրներում, որ ամեն մի բաժանմունքը հա երիկամաբանական բաժանմունքը այն հիվանդները ովքեր դիալիզ են ստանում ծանր երիկամային անբավարարություն ունեն առանձին նուտրիցիոլոգ ունեն դիետոլոգ ունեն ովքեր որ զբաղվում են այդ հիվանդների սննդակարգով հստակ օնկոբաժանմունքը իր դիետոլոգին ունի, ով որ զբաղվում է օնկոհիվանդների սննդակարգով, շտկելով այն խնդիրները, որը որ օնկոհիվանդությունների եւ բուժումների ընթացքում է առաջանում, հա? Վիրաբուժական բաժանմունքում առանձին վիրահատություններից առաջ ու հետո կազմակերպված այս բաները։ Եվ կամած մենք այդտեղ պիտի գնանք։ Սկզբից ամբողջ հիվանդանոցում մեկ, հետո ամեն բաժանմունքում, այո, այդ պահանջարկը արդեն կա եւ շուտով հույս ունենանք, որ արդինատուրան եւս կունենանք։ Լուրեր կան, որ կլինի, բայց sense մի քիչ ձգձգվում է, ելի եմ ասում, հուսով եմ այդ պահանջարկը կբերի ավելի արագացնելու այդ process-ները։ Լիլիթ, հիմա կա ես կարդացի, որ դուք ասոցիացիա ունեք դիետոլոգների եւ նախագահն եք այդ ասոցիացիայի։ Բայց հիմա ես նայում եմ, որ ասենք մենք չունենք, ասենք այդ հատուկ դիետոլոգի այդ մասնագիտացումը մեր համալսարանում բժշկական։ Մենք ունենք այդքան դիետոլոգներ, որ դուք ասում եք, որ ասենք չէ, որ պրոֆեսիոնալ դիետոլոգներ բժշկի մասնագիտությամբ եւ այլն, որ հիմա ձեր ասած այդ նպատակը իրագործվի, ասենք ամեն հիվանդանոց ունենա իր դիետոլոգը, թե չունենք այդ արկիսին։ Ճիշտ եք ասում, այս պահին դեռ չունենք, այս պահին ունենք հիմնական այն առաջի տարբերակը, որ նեղ մասնագիտացում ստացած էնդոկրինոլոգը կամ գաստրոենտերոլոգը վերապատրաստում կարող է անցնել եւ դառնալ գաստրոենտերոլոգ, դիետոլոգ, էնդոկրինոլոգ, դիետոլոգ այս տարբերակով։ Իրականում այո, այդ մասին ես բավականին երկար տարիներ ինձ ասում են ինչի այդ բանը դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների ասոցիացիա չես բացում ու ես այս տարի նոր ոնց որ մենք որոշեցինք որ այդ բացել այսպես ասած անենք, որովհետեւ այսքան ժամանակ չգիտենք ով պիտի լինի այնտեղ անդամ։ Բայց այս պահին քանի որ մենք տեսնում ենք, որ դաշտը սկսել է ողողվել բազմաթիվ մասնագետներով, մենք նպատակ ունեցանք այդ ասոցիացիան բացելու, որ մի քիչ նախ կրթական աշխատանք կատարենք եւ մի քիչ փորձենք այդ բաժանումը, մի քիչ մարդկանց էլ կրթելու այդ հատվածը ունենանք, որ պատկերացնեն եւ մասնագետները, որոնք որ այս պահին դեռ ինքնակոչ են կարողանան որևիցե ուղղությամբ գնալ եւ իրենց մասնագիտությունը ձեռք բերեն ամեն դեպքում, հա, որովհետեւ եթե մարդը ուզում է դառնալ նուտրիցիոլոգ, օրինակ իր տարբեր մի քանի մասնագիտությունից հետո այդ մասնագիտացումը իրան հետաքրքրել եւ ուզում է դառնալ, մենք ուզում ենք, որ այս պահին այնպես անենք, որ ինքը այդ հնարավորություն ունենա։
Այսինքն այդ կրթական հատվածը բացենք, որտեղ իրենց Դե կարող են նուտրիցիոլոգը սննդաբանն է։ Այո, սննդաբան է։ Դե դա ես կարծում եմ ավելի շատ կարող է լինել կենսաբան, չգիտեմ, քիմիկոս։ Այո, նաև կարող է լինել։ Այսինքն այստեղ մենք պարտադրություն չունենք, որ լինի հենց բժիշկ։ Մենք դիետոլոգներին ունենք պարտադրություն, որ լինի, հա։ Չնայած այդ երկու մասնագիտությունները պիտի երևի համատեղ աշխատեն, ինչ որ առումով, ասենք որ դիետոլոգը իմանա իրար պիտի օգնեն։ Իրար պիտի օգնեն։ Այո, այնտեղ մենք գործ ունենք կանխարգել, շատ ավելի շատ կանխարգելման հետ, այստեղ հենց հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման հետ, հա, այսինքն այս մեկը մյուսին բնականաբար մենակ օգնելու է, եթե մենք համապատասխան տեղերում բոլոր ճիշտ մասնագետներին ունենք։ Լիժա, իս սննդաբանի հարցում էլ նույն վիճակն է, այսինքն էդ էլ մենք չունենք, հա։ Այո, չունենք այս պահին։ Սենց իմ մտածելով մենք կարող ենք այդպիսի բան ունենալ, օրինակ ագրարային համալսարանի որևիցե մի բաժնում, որովհետև այնտեղ կա սննդագիտություն առարկան, հա, այսինքն մենք այնտեղ կարա բազա լինի, որտեղ որ հենց սննդաբաններ կարող են սովորել։ Բայց դեռ բժշկականի հարցերս մեզ ասած չենք լուծում, մնացած մասնագիտացումների հետ այսպես բան չունենք։ Այս պահին մեր աշխատանքի մեջ մտնում էր դաշտում եղած մասնագետներին մի փոքր բան անել, զտել այսպես ասած, ինչքան հնարավոր է կրթական բան տալ, միևնույնն է մենք հասկանալով, որ իրանք աշխատում են, որոշակի ինֆորմացիա են տարածում, ոնց որ այսպես մտածել ենք, թե եթե կրթենք ու ճիշտ ինֆորմացիա տարածեն, ինչու լավ կլինի ամեն դեպքում մեր հասարակության համար, որից է լավ գործ արած կլինենք, իսկ մնացած հատվածը բժիշկների հատվածի հետ կապված ենք գործեր անում, տարբեր նեղ մասնագիտական բժիշկներին ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներ ենք անում, որ ավելի շատ ծանոթացնենք դիետոլոգիայի հետ, նրբությունների հետ դիետոլոգիական, ոնց որ այս բանն ենք, այսպես ասած, այդ ասոցիացիայով լծվել, որ անենք։ Դե իսկապես որ նայում ես հիմա այդ ճարպակալումը հատկապես ես չեմ ասում այն աղքատ երկրներում շատ աղքատ որտեղ ուտելիք չկա տարապես խնդիր է սովի խնդիր ունեն մնացած ամբողջ աշխարհում այսօր խնդիր է Այո, առաջին անգամ ամբողջ աշխարհում փաստացի ավելորդ քաշ ու ճարպակալումով մարդիկ ավելի շատ են, քան սովող Միշտ եղել է, որ սով ունեցող մարդիկ շատ ավելի շատ են, բայց այս պահի դրությամբ արդեն այդ բանը փոխվել է։ Լիջա, իսկ դուք ինչպես ընտրեցիք այս մասնագիտացումը, եթե բժշկական համալսարանը եւ այլն, ինչպես էս ուղղությունը, ինչու։ Ես շատ լավ ամբիոն գնացի իմ ընդհանուր բժշկության ֆակուլտետը ավարտելուց հետո, ես գնացի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնը եւ այդ ամբիոնում շատ մեծ հատված սննդի հիգիենային է վերաբերվում եւ ոնց որ էլի մենք ինստիտուտում, հա, այսպես ասած կրթության ժամանակ բակալավրիայի մագիստրատուրայի անցել էինք այդ ամբիոնով, բայց ես այդ աչքով եւ այդ խորությամբ չէի ուսումնասիրել եւ այդ ժամանակ, քանի որ այդ մտածում էի էնդոկրինոլոգիայի, գաստրոենտերոլոգիայի միջև էի մտածում, երբ որ այդ աչքով սկսեցի սննդի հիգիենային եւ այդ սննդով պայմանավորված խնդիրներին նայել, հասկացա, որ մենք Հայաստանում չունենք այդ մասնագիտացումը եւ ես որտեղ կարող եմ սովորել, ինձ համար դա շատ ավելի գայթակղիչ թվաց, որ ես ոչ թե հենց էնդոկրինոլոգիա կգնամ եւ գաստրոենտերոլոգիա, այնպիսի մասնագիտություն կարող եմ ձեռք բերել, որը Հայաստանում չկա եւ կարող եմ նոր մի բան բերել եւ օգտակար լինել թեկուզ այդ ճյուղը մի փոքր ավելի լավացնելու։ Հիմա ասենք այն մարդիկ, որ մեզ լսում են եւ ուզում են դառնալ դիետոլոգ, այսպես մենք կարող ենք խորհուրդ տալ, որ ընդունվեն բժշկական համալսարան, չէ՞։ Հուսանք, որ այդ 5 տարին մինչև սովորեք վստահաբար կլինի, անգամ այն մարդիկ, ովքեր որ սովորում են հիմա, հույս կա, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում կունենանք այդ արդինատուրան եւ իրանք հնարավորություն կունենան։ Սննդաբանության վերաբերյալ այդպես հստակ ու վստահ չեմ ասի, բայց այդտեղ էլ օրենքով դեռ կարգավորված բաներ
ապրել, չունենք թե ով կարող է աշխատել, ով չի կարող աշխատել, ցենց մի քիչ երերուն է այդ հատվածը։ Դե այդ թողնենք սննդաբանությունը թողնենք ուրիշներին, բայց այստեղ ուրեմն մենք լավատես ենք, որ բժիշկ դիետոլոգներ ապագայում կունենանք։ Եթե այս Շնորհակալ եմ, որ եկաք։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը բժիշկ դիետոլոգ Լիդիա Այվազյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն